Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարիներ շարունակ հայտարարում է, թե Հայաստանում ընտրակաշառքի էջը փակված է եւ ընտրություններում այդ գործիքը այլևս չի կիրառվում։ Սակայն ընտրություններից առաջ իշխանական ղեկավար ունեցող համայնքներում վերջին օրերին տեղի ունեցող գործընթացները առերևույթ ստիպում են կասկածի տակ դնել այդ հայտարարությունների անկեղծությունը։ Ընտրություններից ամիսներ առաջ հանկարծակի հոգատարությամբ Արտաշատի համայնքապետարանը որոշում է ուսանողների համար անվճար երթուղիներ բացել դեպի Երևան։ Փետրվարի 2-ից մեկնարկում են ուսանողական անվճար երթուղիներ Արտաշատ քաղաքից եւ գյուղական բնակավայրերից դեպի Երևան եւ հակառակ ուղղությամբ, ինչպես նշված է համայնքապետարանի Facebook-յան, այսպես է նշված համայնքապետարանի պաշտոնական էջում։ Սա սակայն դժվար է դիտարկել զուտ սոցիալական քաղաքականության շրջանակներում, երբ նման որոշումները կայացվում են ոչ թե տարիների ընթացքում, այլ ընտրություններից անմիջապես առաջ։ Դրանք ավելի շատ հիշեցնում են համայնքային բյուջեի հաշվին իրականացվող քաղաքական տեխնոլոգիա։ Ավելին, Արտաշատ խոշորացված համայնքում որոշում է ընդունվում նաև մանկապարտեզները դարձնել անվճար։ Այո, մարդիկ կօգտվեն այս քայլերից, բայց հարցը մնում է բաց. ինչու այս սոցիալական պայծառեցումը տեղի չի ունեցել նախորդ տարիներին եւ ինչու այն համընկավ հենց ընտրական շրջանի հետ։ Հիշեցնենք, որ պետական կամ համայնքային ռեսուրսի կիրառմամբ սեփական քաղաքական թիմի համար ձայներ ապահովելու փորձը Նիկոլ Փաշինյանի համար նորություն չէ։ Դեռ 2017 թվականին նա երևանցիներին հրապարակավ կոչ էր անում ընտրել ելք դաշինքին եւ հաղթանակից հետո քաղաքապետարանից գալ ու գումար ստանալ յուրաքանչյուր ձայնի դիմաց։ Այս ֆոնին իշխանության հայտարարությունները ընտրակաշառքի վերացման մասին ավելի ու ավելի են հիշեցնում ոչ թե սկզբունքային դիրքորոշում, այլ քարոզչական ձևակերպում, իսկ իրականությունը ինչպես միշտ երևում է ընտրություններից առաջ ընդունվող անսպասելի որոշումների մեջ։ Գիտեք, սա բացատրություն չունի, որովհետեւ այս համայնքներում նման պրակտիկա չի եղել նախկինում։ Գոնե ՔՊ-ի օրոք չի եղել, հանրապետականի օրոք էլ կար նման բան, բայց գոնե ՔՊ-ի օրոք չի եղել նման փորձ։ Եվ ընտրություններից առաջ նման որոշում կայացնել առերևույթ կաշառքի հոտ է գալիս այստեղ, այսինքն ո՞րն է մոտիվացիան, որ հենց հիմա այդ որոշումը կայացվեց։ Եվ ուրիշ ինչպես է լինում վարչական ռեսուրսի կիրառումը, եթե ոչ այսպես։ Այո, ուղիղ իմաստով ուսանողներին փող չեն տալիս, բայց ուսանողներին ընտրություններից առաջ անվճար տեղափոխում ուղևորափոխադրում կազմակերպել դեպի Երևան, կարծեք թե աչքով ունքով են անում, թե դե դուք էլ հասկացաք, թե ընտրություններին ինչ պիտի անեք։ Սա կարծում եմ պիտի գրավի դիտորդական առաքելությունների, ընտրություններ դիտարկողների ուշադրությունը եւ կոնկրետ այս թեմաներով պիտի իշխանությունները բացատրություններ տան, թե ինչու հիմա նման որոշումներ կայացվեց։ Ես կարծում եմ նաեւ մյուս մարզերում է այս իրավիճակը, դեռ պետք է հետաքրքրվել մյուս համայնքներում Փաշինյանը առատաձեռն է լինելու մինչեւ հունիսի 7-ը։